Շատ շնորհակալություն նմանատիպ հանդիպում կազմակերպելու համար, սա շատ կարևոր է հետագա առողջապահական խնդիրները հասկանալու և կանխարգելելու համար։ Իհարկե ապահովագրական թերությունների, ապահովագրական բացերը, օրենսդրական, ենթաօրենսդրական ամենօրյա ռեժիմով է խոսեցվում տարբեր հարթակներում և այսօր ևս մենք դրա մասին կխոսենք, սակայն ես ուզում եմ միանգամից խոսել վարձատրության, սակագների ներդրման, ինչպես նաև կոռուպցիոն ռիսկերի մասին։ Հայաստանի Հանրապետությունում առողջապահության համընդհանուր պարտադիր ապահովության շրջանակներում սակագները ոչ թե հաշվարկված են, այլ կաբինետային որոշումների արդյունք են։ Դրանք չեն արտացոլում բժշկական ծառայությունների իրական արժեքը, բարդությունը, ռիսկը և բուժաշխատողների պատասխանատվությունը։ Նույն սակագնով այսօր ֆինանսավորում են տարբեր բարդության և տարբեր ռիսկի միջամտություններ։ Սա ոչ միայն տնտեսագիտական առումով է անհեթեթ, այլ ուղիղ սպառնալիք է հիվանդի անվտանգությանը, երբ սակագինը չի խրախուսում որակը, համակարգը խրախուսում է քանակ, թվեր, սակայն դրա մեջ մենք որակի մասին խոսել չենք կարող։ Գործող սակագնային քաղաքականության որոշ մասնագիտությունների գներ բավականին բարձրացրել է, իսկ որոշներինը ընդհանրապես կամ չեն բարձրացրել, կամ հակառակը նվազեցրել են։ Եվ կարող եմ հենց ձեր պրոֆիլից մի օրինակ բերել, օրինակ մանկական ուրոլոգիայի և մեծահասակների ուրոլոգիայի գները։ Մանկական ուրոլոգիայի գները բավականին բարձրացրել են, ինչը համարում եմ նորմալ, սակայն մեծահասակների ուրոլոգիան թողել են նույն գների սահմանում։ Եվ այսօր հստակ պետք է արձանագրել առանց սակագների արդար հաշվարկված և թափանցիկ համակարգի առողջապահական համընդհանուր ապահովագրությունը Հայաստանում դատապարտված է վերածվելու հերթական ձախողված բարեփոխման։ Եվ առողջապահության համընդհանուր պարտադիր ապահովագրությունը ներկայացվում է որպես սոցիալական մեծ ձեռքբերում, սակայն իրականում մենք գործ ունենք մի համակարգի հետ, որի կառուցվածքային թերությունները ստեղծում են նոր ինստիտուցիոնալ կոռուպցիայի ռիսկեր և խորացնում են մարդկային ռեսուրսների ճգնաժամը։ Բուժաշխատողները չեն անցել համապատասխան վերապատրաստումներ, չեն ունեցել ինֆորմացիա, չեն հասկացել ինչպես պետք է իրենք աշխատեն, որի արդյունքում ապահովագրությունը մեկնարկվել է առանց մարդկանց բուժաշխատողների, բժիշկների հատկապես անելիքների, առանց անելիքները իմանալու։ Այսօր բժիշկները ստիպված են աշխատել ավելացված ծանրաբեռնվածությամբ, մեծ հաշվետվողական բեռի տակ, մշտական ստուգումների և տուգանքների ռիսկով, բայց առանց համարժեք վարձատրության և սոցիալական երաշխիքների։ Սա ոչ միայն սոցիալական անարդարություն է բերելու, այլ նաև բերելու է բժշկական ռեսուրսների, այսպես ասած, կորստի, որովհետև եթե այսպես շարունակվի, շատ բժիշկներ պարզապես կորոշեն, որ իրենք այլևս չեն աշխատում Հայաստանի Հանրապետությունում։ Եվ բժիշկների արտագաղթը, որը բազմիցս խոսել ենք, նամանավանդ անցած տարի բավականին այսպես մեծ թափ առավ, այս տարի և այս ապահովագրության ներդրումների հետ կապված նորից լինելու է համապատասխան արտահոսքեր։ Եվ այսպես կոռուպցիայից բուժաշխատողները դառնում են համակարգի ամենախոցելի օղակը, որոնք որ չեն կարող խուսափել նաև որոշ կոռուպցիոն դրսևորումների մեջ ներգրավմանը։ Մենք ունեցել ենք ծանր մի պատմություն նվիրատվություններ ծրագրի հետ կապված, որի բացահայտումից հետո արդյունքների դառը պտուղները քաղեցին բժիշկները։ Նույնը լինելու է այստեղ, որովհետև հիվանդանոցների սեփականատերերը և մնացածը որոշելու են, որ այդ գումարները պետք է ինչ-որ մեկը վճարի և դա լինելու է հիվանդը, որի արդյունքում գալու է մի օր, որ պատասխանատվությունը դրվելու է բժիշկների վրա։
Երբ բժիշկը աշխատում է ցածր աշխատավարձով մշտական ստուգումների և իրավական անորոշությունների պայմաններում, բժշկությունը փոխարինվում է ինքնապաշտպանությամբ, ոչ թե ինչպես բուժել, այլ ինչպես չպատժվել։ Այս միջավայրում որակը երկրորդական է դառնում, առաջնայինը հաշվետվությունը թվերը, իսկ դրագինը վճարում է հիվանդը իր առողջությամբ և կյանքով։ Այս համակարգում պարտվողը մեկն է՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Պարտվում է հիվանդը, պարտվում է բժիշկը և պարտվում է պետությունը իր քաղաքական որոշումների հետևանքով։ Ուստի այս ամեն ինչի մեջ մենք պետք է ունենանք լուրջ ներդրում, սկսած կարծիքի արտահայտումից վերջացրած շատ կարևոր միջոցառումների կազմակերպումով, որպեսզի առողջապահության որոշումներ կայացնողներին, դա կլինի կառավարությունը, դա կլինի ազգային ժողովը, որպեսզի մենք ասենք, կանգ առեք, վերանայեք խնդիրները, որպեսզի այս կարևորագույն ռեֆորմը չառաջացնի համատարած հիասթափություն բնակչության մոտ, ինչպես նաև ուժ անձնակազմի մոտ։ Շնորհակալություն։